Խաղաղություն սելի քույրեր եղբայրներ ջան, թող Աստված զորացնի բոլորիս, լեցնի մեզ այդ ճշմարտությամբ, որ ինքն է, որպես մենք ճանաչենք ճշմարտությունը նա մեզ ազատ անի, քույրեր եղբայրներ ջան։ Եվ փառք Իրան այսվա համար էլ, որ մեզ կյանք տվեց նորից, ժամանակ, հնարավորություն գալու է առաջ, քույրեր եղբայրներ։ Ես հաճախակ եմ այս խոսքը ասում, որքան մարդիկ այսօր չարթնացան, որքան մարդկանց իղձե մնացին կիսատ, որքան մարդկանց ջանքերը, փապագները, նպատակները մնացին, ճանապարհ գնացին չվերադարձան, քույրեր եղբայրներ, բայց փառք Իրան, դեռ մենք կանք, դեռ մենք ապրում ենք այս աշխարհի մեջ։ Տիրոջ անուն թող փառավորվի։ Այո, պիտի քրիստոնյան Աստծո մարդը ապրի Աստծո վրա ունեցած հավատքով։ Դե Աստծո մարդու հույսը լինի Աստծո վրա, որտեղ իր վրա, քույրեր եղբայրներ ջան, այլ Աստծո վրա, Աստծո խոսքի վրա, Սուրբ Հոգու վրա, Հիսուսի խոսված վերջի վրա, քույրեր եղբայրներ ջան։ Ուզում կարդամ Հուդայի թուղթ, Հուդա մի գլուխ ունի Հուդան, 20-րդ խոսքը եմ ուզում կարդամ։ Բայց դուք սիրելիներ, անձնիդ շնելով Սուրբ հավատքի վրա, Սուրբ Հոգով աղոթք անելով, անձնիդ Աստծո սիրո մեջ պայելով, մեր Տեր Հիսուս Քրիստոսի ողորմությանը սպասելով հավնական կյանքի համար։ Հուդա առաքյալը այդպես է մեզ ուղղում Աստծո Հոգով, որ ասում է յուրաքանչյուրիս, բայց դուք սիրելիներ, անձնիդ շնելով Սուրբ հավատքի վրա, Սուրբ Հոգով աղոթք անելով, քույրեր եղբայրներ։ Այո, ինչի վրա պիտի շինվի այսօր իմ ու քո անձը, ինչի վրա մենք կառուցվենք, քույրեր եղբայրներ, ինչն է մեր հիմքերը, քույրեր եղբայրներ։ Դուք շատ հիմքեր ունենաս, բայց մեզ այդպես ասում Ավետարանը, պիտի քո անձը շինվի ամենասուրբ հավատքի վրա, Աստծո խոսքի վրա, ճշմարտության վրա, նաև Սուրբ Հոգու աղոթքով, քույրեր եղբայրներ ջան։ Սուրբ Հոգին եկել է երկնքից մեր մեջ, որպես պարգև Աստծո, որպեսզի մեր ներսը պատրաստի, մեր ներսը շինի այն ճշմարտության խոսքի վրա, մեր ներսը սրբացնի Աստծո ուզածի պես, քույրեր եղբայրներ, եւ մեր մեջ պատրաստի Աստծո թագավորությունը, հարազատներ ջան, ինքը բնակվի մեր մեջ, ինքը փառավորվի մեր մեջ, քույրեր եղբայրներ։ Որ մենք նայում ենք Տիրոջ խոսքում, որ կարծես թե այսօր այս օրին նայելով մարդիկ տագնապի մեջ են, մարդիկ սարսափի մեջ են, մարդիկ տարբեր իրավիճակներում են գտնվում, նայում են ապագա չկա, կարծես թե խուճապի մեջ է, բայց որ մարդու հավատքը շինված է Աստծո խոսքի վրա, որ մարդու հավատքը Ավետարանի ճշմարտության վրա է հենված, քույրեր եղբայրներ, նա չի սարսափ, նա չի նայում աջուձախ, նայում է որ ճշմարտությունը իր հոգու աշխարհի մեջ արմատակս է եւ ինքը իր հոգյոտունը շնել է Աստծո խոսքի վրա, անկախ թե ինչ է կատարվում քո չորս բոլորը, անկախ թե աշխարհում ինչ է կատարվում, հարազատներ ջան, Սուրբ հավատքի վրա շինվենք, քույրեր եղբայրներ, թող մեզ Աստված լեցնի այդ ճշմարտությամբ, որպես մենք ունանք հավատք, մեր հավատքը լինի Ավետարանը, ունանք կենթանի հավատք, գործող հավատք, մեղքը հաղթող հավատք, աշխարհն հաղթող հավատք, սատանայի գործերն հաղթող հավատք, քանդող հավատք, Սուրբ Հոգու զորությամբ, քույրեր եղբայրներ ջան։ Եվ մենք փառք Հիսուսին, մեր մեջ բնակված է Աստծո Սուրբ Հոգին, քույրեր եղբայրներ, Սուրբ Հոգով աղոթք անլովը դրանցը շինվին, քույրեր եղբայրներ, եւ Սուրբ Հոգին եկել այսօր մեր մեջ, որպես մեր մեջ պատրաստի Աստծո ուզածը, քույրեր եղբայրներ ջան։ Մենք կառուցվենք այդ զորությամբ, հավատքի զորությամբ, Սուրբ Հոգու աղոթք անլովը, քույրեր եղբայրներ։ Եվ Հիսուս գեղեցիկ ասեց, ուզեմ կարդամ Հովհաննես Ավետարան, որքան կարևոր է այսօր, որ դու ունենաս հավատք Աստծո խոսքի վրա, նաև հավատք Սուրբ Հոգու վրա, հանձնվիր Սուրբ Հոգու ձեռքերի մեջ, հանձնվիր նրա կարող ձեռքերի մեջ, լեցվելով Սուրբ Հոգով, քույրեր եղբայրներ, որտեղ Սուրբ Հոգին ինքը անձնավորությունն է, ինքը Աստված է, Սուրբ Հոգին ինքը խոսել գիտի, լեցնել գիտի, առաջնորդել գիտի, ազատել գիտի, բժշկել գիտի, փրկել գիտի, հաղթություն տալ զորություն ունի Սուրբ Հոգին, քույրեր եղբայրներ, հավատք, այո, հենվելու նաև Սուրբ Հոգու վրա, քույրեր եղբայրներ, եւ այսպես ասեց Հիսուսը։ Հովհաննես Ավետարան 14 գլուխ 16 խոսքից, 14-16։
Ես ալ հորը պիտի աղաչեմ եւ ուրիշ մխիթարիչ պիտի տա ձեզի, որովհետեւ հավիտյան ձեզի հետ բնակի։ Ճշմարտության հոգին, որ այս աշխարհը չի կրնա ընդունել, վասնզի չի տեսնի զանիկա ու չի ճանչնա զանիկա, բայց դուք կճանչնաք զանիկա, վասնզի ձեր քոկը բնակվի եւ ձեր մեջը պիտի ըլա։ Ալելույա Տիրոջ։ Ես էլ աղաչեմ, ասեց Հիսուսը։ Դե հորը աղաչեմ, որ գրգի Սուրբ Հոգին։ Եվ դա ասում էր, լավ է որ ես գնամ, դե չգնամ չի գա Սուրբ Հոգին, երբ ինքը գա, քուրեր եղբայրներ, այն զորության հոգին, ասու խոսքը մեջ հաստատող հոգին, մեջ գործ անող հոգին, մնեսը պատրաստող երկինքի համար հոգին, Սուրբ Հոգին, քուրեր եղբայրներ, երբ անիկա գա, դե մեջը բնակվի, նա պիտի առնի ինձնից, պիտի տա ձեզի, քուրեր եղբայրներ, առաջնորդվել ճշմարտության հոգիով։ Դա է հոգի մարդու կյանքի հաջողությունը, զորությունը, կարողությունը եւ հավատքը շինված Աստծո խոսքի վրա եւ Սուրբ Հոգուն տեղ տալով քուրեր եղբայրներ ջան։ Նա առաջնորդն է մեր, Սուրբ Հոգին է մեզ պատրաստողը երկինքի համար։ Սուրբ Հոգին պիտի մեջ Աստծո խոսքը հաստատի եւ այոյը ամեն կատարի քուրեր եղբայրներ ջան։ Սուրբ Հոգին, առանց իրա մենք անկարող ենք, առանց իրա մենք տգար ու թույլ ենք, առանց իրա չկա հաջողություն, քուրեր եղբայրներ ջան, զորությունը մեզանից չի, մեր հնարքներից չի, մեր գաղափարից չի, մեր լեզվից չի, մարդկային եռանդներից չի, հապա Սուրբ Հոգու կարող զորությունից է, Աստծո խոսք վրա ունեցած կենթանի հավատքից է, քուրեր եղբայրներ ջան, որքան այսօր մեր մեջ Աստծո խոսքը դառը հավատ, որքան այսօր մեր մեջ Սուրբ Հոգին այդ խոսքի վրա մեզ շինե ու պատրաստե, քուրեր եղբայրներ ջան, պիտի մանձը շինվի Աստծո խոսքի վրա Սուրբ Հոգով աղոթք անլովը, քուրեր եղբայրներ ջան, եւ նա պիտի մեզ լեցնի, առաջնորդի, նա է մեր անձը պատրաստողը, քուրեր եղբայրներ ջան, Սուրբ Հոգին, ճշմարտության հոգին, Աստծո հոգին, գործող կենթանի հոգին, եկեղեցին պատրաստող հոգին, եկեղեցին սրբացնող հոգին, եկեղեցին հապշտակող հոգին, քո մեջ բնակված է, հալելույա Տիրոջը, ահա թե որքան թանկ է մեր մեջ բնակվածը, որքան զորավոր է նա, որ մեր մեջ բնակված է, քուրեր եղբայրներ ջան, Սուրբ Հոգին, հարազատներ ջան, եւ Սուրբ Հոգին ինքը գիտի, ինչպես օգնի մեզ, ինչպես ձեր եկարի, ինձ ու քեզ, տկարին, ինչպես լի օգտակար, քուրեր եղբայրներ ջան, եւ այն մեր նեղության մեջ, մենք դնում ենք Սուրբ Հոգին, շշնջում աներսդ, Աստծո խոսքը քո մեջը ճիշտացնում, Աստծո խոսքի հավատն է քո մեջը բերում նորից առաջ, որ դու հենվես խոսքի վրա, հենվես իրա վրա, հենվես Սուրբ Հոգու վրա, քուրեր եղբայրներ ջան, եւ եղեցիկա մեզ ասում Ավետարանը, Հռոմայեցիս 8-րդ գլուխ 15 խոսք եմ կարդում նախ, քանզի դուք ծառայության հոգին չառաք կրկին վախտալու, հապա որտեղ գրության հոգին առաք, որ անով կկանչեք Աբահայր, դու չես առե ծառայության հոգին, որ դու նորից վախնաս, վախը քոնը չի, տագնապը քոնը չի, այդ ցավերը քոնը չեն, այդ անհավատությունը քոնը չի, դու մի ընդունի, հլտես ով ակո մեջ բնակված է, տես ով կա քո մեջ, ես ուզում հորդորացնեմ, որ այսօր մեր հավատքը շինվի խոսքի վրա եւ Սուրբ Հոգուն կրտնենք, քուրեր եղբայրներ ջան, Սուրբ Հոգուն հենվենք, եւ ասեց Հիսուս, որ քեզ որ չեմ թողա, պիտի գամ, պիտի քեզի գամ, քեզի չեմ թողալ որ, պիտի քո մեջը բնակվիմ, ալելույա Տիրոջը, այո, Սուրբ Հոգին, քո մեջ բնակվածը, Աստվածը, Սուրբ Հոգին, դու չես առե վախտալու համար, դու առել ես որտեղ գրությունը, դու որդի ես, եւ քո մեջինը հաստատում է, որ դու Աստծո որդի ես, դու կնքվել ես, որպես որտեղիր, քուրեր եղբայրներ ջան, եւ ինչ գեղեցիկ ասում Տիրոջ խոսքը մեզ, նույն ինքը Հոգին վկայություն կուտա մեր հոգիներուն հետ, թե մենք Աստծո որդիներ ենք, ալելույա Տիրոջը, Սուրբ Հոգին ինքը վկայում է, մեր մեջ լցնում է, խոսում է, որ դու Աստծո որդի ես, մի վախեցի, դու Աստծո որդի ես, դու իրավունք ունես,
իշխանություն ունես մեղքի վրա, խավարի վրա, սատանայի հնարքների վրա, այո, հիվանդությունների, ցավերի վրա, սատանայի այդ տագտապած մտքերի վրա, աշխարհն հաղթելու համար դու իշխանություն ունես, դա տված է քեզի Աստծուց Սուրբ Հոգին քո մեջ գալով, քուրեր եղբայրներ ջան, ինչ իրավունք կա տվել Աստված այսօր եկեղեցուն, քեզ քուր եղբայրս, քեզ երիտասարդ, միգուցե այսօր դու վախի մեջ ես, մեղքերն հաղթել են քեզ, աշխարհի ցանկությունը հաղթել է քեզ, միգուցե հույս չունես, էլ ապական չես տեսնում, քեզ հորդորում եմ Հիսուսի անունով, նայի Տեր խոսքին, նայի քո մեջ բնակվածին, Սուրբ Հոգուն, տեղ դու աղոտ կանի քո մեջ Աստծո Հոգին, տեղ դու խոսա քո մեջ Աստծո Հոգին, քուրեր եղբայրներ, ես կուզեմ մի կարճ վկայություն անեմ ու շարունակեմ նորից խոսքս, իհարկե չեմ պատմի շատ երկար, ստացվեմ Տիրոջ փառքի համար, տաներ առաջ, որ գալիս է Ուկրաինայից, հավաքույտներից, եւ այլ ես էլ շատ շուտ մրցկան էի, շատ շուտ հիմնանալ գիտեի, իմ թոքերը կարծես է շատ խախուտ էր քուրեր եղբայրներ ջան։ Այդպես լավ մրսեցի, որ էլ չեք անում շնչեի, այսպես շունչս հազիվ էր ելնում ինձանից, չեք անում խոսեի։ Եկանք այդ տամուրտանը մեզի շատ կանգնացրեցին, մոտ մի ժամի չափ դուրս եմ մնացել նորից, այսպես էլ վիճակ չունեի։ Ու այն կողմը եղբայրն են սպասում Ռուսաստանի սահմանում, որ պիտի դիմավորեն մեզ։ Վերջապես շատ ծանր է հասա Ռոստով։ Անհույս վիճակը շատ վատ է ու զանգեցի մեր Խաչիկ եղբորը Կրասնոդար, մեր սեր եղբոր Ղային, Խաչիկին ասում որ Խաչիկ ջան, շատ վատ եմ, սենց այն վիճակս թոքերից չեմ կամ շնչեմ, այսպես հույս չկա ու ասեց շուտ տարի հասի, կարաս հասնես ինձի։ Վերջապես իր մոտ գնացի Կրասնոդար, ինձ տարավին լավ բժիշկների մոտ, պրոֆեսորի մոտ, նայեցին, նկարեցին թոքերս, ես մի քանի տեսակի շերտավոր, то есть եւ այլը, ու ես շորս է հագնում, մեր եղբայրն բժիշկի հետ առանձնացան այդ պլոնկեն նայեն, ինչ կա թոքերիս հետ։ Ես այնտեղ մոտեցա, սենագում, դրամոտ ու տեսա, այդ բժիշկը ասում էր, Խաչատուր արդեն ուշ է, քոնգերդ իրական ռակ է, չար որակ։ Ես ասում առաջի ուռուսկը, երկրորդ ուռուսկը, երրորդ ուռուսկը, ես դա տեսա ու լսեցի մագանջով։ Ու Խաչիկ եղբայրը շուր եկավ տեսավ, հույս տվեցից դե բան չկա եղբայր ջան, դե մարդ ասեց, մի վախեցի բան։ Եթե սենց ասի Խաչիկ ջան ասեց, ինչ կա վախնալու։ Մեռա եկինք եմ, չէ պաշտամունք եմ, ես գործլու բան չունեմ։ Երկու կողմից ինձ օգուտ է։ Այդ հավատքը կար մեջս։ Մեջս Սուրբ Հոգին այդ հավատներ պատրաստ է եկինքի համար, որտե այս կյանքի համար, կամ այդ վախերի տագնապների համար։ Այդպես եկանք տուն ասեց, լավ ասեց, վաղնել կգնանք մատ ուրիշ բժիշկի մոտ ու այդպես անցտուն աղոտ կայացին կիրիգուներ, վեր կացա երկրորդարգում քնելու ու պագաս տեղս այդ մտքերը եկան քուրեր եղբայրներ, այդ վախի մտքերը, մավան երկուղի մտքերը, այդ տանջանքների մտքերը եկան, ու ես պագաս եմ ու սկսի Սուրբ Հոգով աղոտ անելու։ Ուզմանավոր տեղ կնիմ հոգու մեջ, տեղ կնիմ մեջ, վախացնի ինձ, մահով վախացնի, սարսափով վախացնի, ու աղոտքի ժամանակ Սուրբ Հոգին հայերեն խոսեց ինձ հետ։ Վրա հասավ Սուրբ Հոգին իմ տկայությունների ժամանակ, ինչպես կկարդանք քիչ հետո 8 գլուխ 27-րդ խոսքում, եւ վրա հասավ Սուրբ Հոգին, ասեց. Ինչ ասաց, ռակես, հետաքրքիր խոսած Սուրբ Հոգին քուրեր եղբայրներ, այդ պլոնկեն եկավ իմ աչքի առաջ, ինձ տվեց իշխանություն, ինձ տվեց իրավունք, համարձակություն, խոսք ուղեց ինձ ասելով, հիմա ասա Հիսուսի անունով, որ դրանք մաքրվեն քեզանից, լցվա իշխանությամբ, լցվա համարձակությամբ, այդ խոսքի զորությամբ, մաննայում եմ այդ պլոնկայում իմ աչքի առաջ կանգնածը, նայում եմ այդ ուռուստերին, որ այնտեղ ես տեսել էի, ու ասում եմ, քեզ եմ ասում, Հիսուսի անունից մաքրվի, առաջի ուռուսկին, աչքով եմ նայում ու ասում, երրորդին, մաքրվի Հիսուսի անունով, քուրեր եղբայրներ, ունանք մաքրվեցին, որտե պլոնքի վրա, այն նաև իմնես ես մաքրվեցին։ Ու չգիտեմ, ես իշքան աղոթք եմ արել Սուրբ Հոգով, երկար աղոթք եմ արել ու այդպես քնել եմ։ Առավոտյան արտացանք, հիմա Խաչիկ եղբայրն ասում է, պատրաստվի գնանք հիվանդանոց,
ասեմ չէ, չեմ կարող, այ Խաչի ջան, արդեն ուշ է։ Ինքը գիտի թե ես արդեն հանձնվել եմ այդ մտքերին, այդ հիվանդությանը, ասի ուշ է, տենից արդեն բժշկել է, դու ճանո փառավորվի, այո քուրեր եղբայրներ, Սուրբ Հոգին, զորավոր է, Սուրբ Հոգին Աստված է կենտանի, մեղքի դեմ, սատանայի սդերի դեմ, աշխարհի դեմ, վիրուսների դեմ, հիվանդությունների դեմ, կենտանի է Աստծո Սուրբ Հոգին, շինի հավատքդ Աստծո խոսքի վրա, խոսմունքների վրա եւ Սուրբ Հոգու վրա։ Քուրեր եղբայրներ ջան, ինքը գիտի ինչ է քեզ պետք, քո մեջ բնակվածը գիտի, հիմա գիտի քեզ Սուրբ Հոգին եւ գրված այսպես Հռոմայեցիս 8:26 խոսքից նույնպես Հոգին ալ օգնության կհասնի մեր տգարություններուն, քանզի ինչ բան համար աղոթելու ենք ըստ աջակցություն չգիտենք, բայց ինքը Հոգին բարեխոսք լա մեզի համար անբարբար հառաչանքներով եւ սդրե քնողը գիտե Հոգին ինչ խորել է, քանզի Աստծո կամքի ամենամատ բարեխոսուն կնե սուրբերի համար, հալելույա Տիրոջը, այ Սուրբ Հոգու գործը, նա գիտի, նա վրա է հասնում, նույնիսկ Հոգին օգնության կհասնի մեր տգարության ժամանակ, մեր ընկած ժամանակ, այդ մտքերը որ գել են քեզ, այդ վախերը, սարսափները, մավան երկյուղը, մեղքի սարսափը, այդ մտքով տանջվում ես դու, Սուրբ Հոգին վրա է հասնում, օգնու քեզ Աստծո զավակ, իմ քույր, իմ եղբայր, երիտասարդ, մեծահասակ, մի հանձնվի քո վիճակին, մի նայի քեզ, նայի Տիրոջ խոսմունքին, նայի քո մեջ բնակվածին, Սուրբ Հոգուն նայի, հանձնվի նա ձեռքերի մեջ, նա քո փրկությունն է, քո զորությունն է, քո հաղթությունն է, մեղքի դադարն է, սատանայի պարտությունն է, քույրեր եղբայրներ ջան, Սուրբ Հոգին գիտի ինչ է պետք, նա լավ գիտի քո վիճակդ, նա լավ գիտի քո կարիքդ, շատ մարդիկ զանգում են ինձ, եղբայր ջան ոնց անեմ, այս մտքերի մեջ, տապտամբերի մեջ, աշխարհի հետ կապված, ցանկությունների հետ կապված, մեղքի վիրուսների հետ կապված, այդ մտքերն անհավատության, ես ասում եմ, նայի Տիրոջը, նա իր խոսմունքներին, նա իր քո մեջ բնակված Սուրբ Հոգուն, հենվի իրան, աղոտ կարած Սուրբ Հոգիով, լցվի Սուրբ Հոգիով, հավատքի վրա շիվելով, քուրեր եղբայրներ ջան, Աստծո խոսքին նայելով, հարազատներ ջան, եւ ուզեմ կարդամ Եսայի մարգարեություն 27 խոսքը, 27:3, եւ ինչ ասում Աստված իր եկեղեցու համար, իր զավակի համար, ես Տերես կպահեմ զանիկա, ամեն վայրկյանի մեջ պիտի ոռոգեմ զանիկա, գիշեր ու ցերեկ անոր պահապանություն պիտի ընդեմ, որովհետեւ չլատանով վրա մարդը հարցակվի, գիշեր ցերեկ անոր պահապանություն պիտի ընդեմ, ասա մեր Աստվածը քուրեր եղբայրներ ջան, հլտես դու ես պատկանում, դու դες ումն ես, դու ում այրանգինն ես, քո մեջ ով է բնակվածը, դու ում ժառանգն ես, քուրեր եղբայրներ, մենք պատական մարդիկ չենք, մենք ուղղակի սուրական մարդիկ չենք, մենք Հիսուսի զավակներն ենք, Իրանո փառավորվի, դու Հիսուսին ես պատկանում, դու նա այրամ գնվել ես, դու նա որդին ես, նա աղջիկն ես, քուրեր եղբայրներ ջան, եւ քո մեջ եկել է Սուրբ Հոգին, քո մեջ բնակվածը Սուրբ Հոգին, Աստված, որ կա վրա հասնի, ամեն ժամանակ ես պահելու, քո մեջ հաստատելու, Աստծո խոսքները քուրեր եղբայրներ ջան, որքան կարևոր է, որպես Աստծո զավակը հասնվի Տիրոջ խոսքին, հասնվի Սուրբ Հոգում, այ Սուրբ Հոգին եկել է իմ ու քո մեջ, որ մեր մեջ Աստծո խոսքը մեր միտքը բերի, մնեսը պատրաստի, որ մենք հենվենք Աստծո խոսքի վրա, հենվենք իրա վրա, քուրեր եղբայրներ ջան, մի վախեցի ոչ մի բանից, քո կյանքից մի վախեցի, քո կյանքի Տերը ինքը Աստված է, քո կյանքի Տերը գիտի քեզ ինչ է պետք, քուրեր եղբայրներ, այդ մարդը ապրի հավատքով, արտարը հավատքից պիտի ապրի, հավատք Աստծո խոսքի վրա, հավատք Աստծո խոսմունքների վրա, հավատք Սուրբ Հոգու վրա, քո մեջ բնակվածի վրա, հալելույա Տիրոջը, մինչև եկեղեցից չգա հրաման, չտրվի իրավունք, քո գլխից մի մաս չի պակսի, մի վախեցի, քո մարմնի Տերը Հիսուսն է, դու իրան ես պատկանում, դու քոնը չես,
դու գնով ծախո ես արդվե, դու փառավորի իր անունը, երկրպագի Տիրոջ անունը, քուրեր եղբայրներ ջան, ինչպիսի միտքը չի գա, ինչպիսի վախ, ինչպիսի տագնապ չի գա, գրված է այսպես, հավատք գրվածի վրա, հավատք Աստծո խոսքի վրա, գրված է այսպես, ինչպես Հիսուսը փորձան ժամանակ անապատում, նա ասում է, որ այսպես է գրված, այսպես իմ հայրս ասում, նա որպես որդի բռնում էր հոր խոսմունքը, բռնում էր հոր խոսքը, գրված է այսպես, հիմա ինչ է քո համար գրված, ինչ է իմ համար գրված, Եսայի մարգարեություն, 59 գլուխ, 19 խոսքը, 59-19, ու արևմուտքը Տիրոջ անունեն, և արևելքը լանոր փառքեն պիտի վախնա, և թշնամին գետի պես գա, Տիրոջ հոգին անոր դեմ դրոշակ պիտի կանգնի, ալելույա, և թշնամին, և սատանան, ինչ մտքով դե չի գա, արևելքից գա, արևմուտքից գա, ինչ վախով դե չի գա, ինչ մտքով դե չի գա, դու բռնի Տիրոջ խոսքը, դու հենվի Սուրբ Հոգուն, դու աշկետ ձեքին վերցրու, նայի Տիրոջը, ապավիդի իրան, և ասնա Տիրոջ հոգին, Սուրբ Հոգին, նրա դեմ դրոշակ պիտի կանգնի, ալելույա Տիրոջը, քուրեր եղբայրներ, ով է քո մեջ բնակվածը, հարազատ ջան, ով է քո մեջինդ, ով է ինքը, և վերջին եմ ուզում կարդամ, նույն Եսայի մարգարեություն, 52-12, 52-12 երկրորդ մասն եմ կարդում, հավատերը ձեր առջևեն պիտի երթա, և Իսրայելի Աստվածը ձեզի թիկնապա պիտի լա, ալելույա Տիրոջը, դու ունես Աստված, դու ունես Տիրոջ խոսքը, քո մեջինը Աստվածը, քո թիկնապանը, Ոտե մարդա քո թիկնապան, այլ կենդանի Աստված քո թիկնապանն է, քուրեր եղբայրներ ջան, ես որպես մարդ եմ խոսում, նույնպես որպես մարդ լսում եք, իհարկե մենք պիտի ունենանք պատերազմներ, դե չկա պատերազմ քո մեջը, դե չկան այդ մտքերը, այդ վախերը, այդ սարսափները, այդ վրիպումները, մունքյան չկա մեջը, սատանան գործում այնտեղ, վրա է հասնում այնտեղ, որտեղ կյանք կա, Քո աշկին դու տգար ես երևում, մի նայի քեզ քո աշկերով, նայի Տիրոջ խոսքով քեզ, ով ես դու և ով է քո մեջ բնակվածը, ալելույա Տիրոջը, տեզերքի Աստված, տեզերքի արարիչը քո մեջ բնակված է, ու դու իրան ես պատկանում, դու իրա որդու այրանգինն ես, քուրեր եղբայրներ, ես գիտեմ ով որտեղ է գտնվում, ինչ վիճակների մեջ, ինչ վախերի մեջ, ինչ եկուղների մեջ, ինչ հիվանդության մեջ, քեզ ասում եմ Հիսուսի անունով, թող քանդվի սատանայի ստերը, նա տագնապները, վախերը, մեղքի կապերը քանդվի, հիվանդությունը բժշկվեն Հիսուսի անունով, անողնում պարկած ես, ելի ոտքի կանգնի Հիսուսի անունով, այդ մեղքերը բռնեն քեզ, մաքրվի Հիսուսի անունով, վստահ իր խոսքին, հենվի Սուրբ Հոգուն, աղոթ կա Սուրբ Հոգով, լցվի Սուրբ Հոգով, փառավորի Տիրոջ անունը, արտարը հավատքից պիտի ապրի, որտեղ երևույթով, հապա հավատքով պիտի քայլի, քուրեր եղբայրներ ջան, և թող քանդվի սատանայի ստերը, մի նայեք քո վիճակին, մի նայեք քեզ, Ով երկրի բոլոր ծայրեր, ինձի նայեք, որ փրկվեք, ասում է Տիրոջ խոսքը, Եսայի մարգարեության մեջ, մենք պիտի մեր աչքերն ուղղենք Տիրոջ վրա, քուրեր եղբայրներ, Տիրոջ խոսքի վրա, որ հոգուտ աշխարհում բժշկություն կա, որ հավատքդ չտգանա, չընկնես հավատքից, ինչպես ասեց Հիսուսը, որ գամ աշխարհ, արդյոք հավատք կգտնեմ, այո, դու բռնի Տիրոջ խոսքը, Քո գործը չի ոչ մի բան, դու հավատա Տիրոջ խոսքերին, հենվի Տիրոջ խոսքին, հենվի Սուրբ Հոգու վրա, նա իր եկեղեցին պատրաստողն է, նա եկեղեցին հափշտակողն է, սրբացնողն է, բժշկողն է, առաջ հոգևորը, եկամամնավորը քուրեր եղբայրներ ջան, կենդանի է Տերն այսօր, կենդանի Աստված քո մեջ բնակված է, մի վախնա, նայի Տիրոջը